Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի հոգևոր դասն ու տարբեր համայնքներից ուխտավորաբար եկած հավատացյալները Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում էին հավաքվել միասնական ժամերգության։ Վերջին շրջանում այս թեմերում հաճախ են միասնական ժամերգություններ և պատարագներ անցկացվում։ Աղոթք է հնչում անազատության մեջ գտնվող Բագրատ, Միքայել և Մկրտիչ սրբազանների, ինչպես նաև երկրի խաղաղության, հայ եկեղեցու զորացման և հավատացյալ ժողովրդի հոգևոր կյանքի ամրապնդման համար։ Մարդիկ հավատում են, որ միասնական աղոթքները ծանր փորձությունների ժամանակ դառնում են հոգևոր վահան և օգնում են նեղության մեջ գտնվող հոգևորականին ու հավատացյալին զգալու, որ իրենց փորձության մեջ մենակ չեն։ Ես ամենաառաջին աղոթում եմ մեր հոգևորականների համար։ Բոլորին քաջ առողջություն եմ ամենաառաջինը մաղթում ու ամենակարևորը այս փորձությունների միջից Աստծո զորությամբ իրանք հաղթանակած դուրս գան։ Տվյալ պահին Երևանից կարողացել ենք հասնել այստեղ, որպեսզի միանանք մեր հոգևորականներին, Մասյացոտնի եւ Արագածոտնի թեմի հոգևորականներին, վեր բարձրացնելու մեր աղոթքները, որպեսզի շտկվի այս վիճակը մեր երկրում, մոտակա ժամանակում չարը վերանա մեր երկրից։ Միայն մեր աղոթքները կարող են նպաստել այդ ամենին եւ իհարկե մեր ապաշխարությունը։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը ողջունեց Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում հավաքվածներին։ Նման հանդիպումներն ըստ Հայր Սուրբի ամրապնդում են հավատացյալների միասնականությունը, զորացնում հոգևոր կյանքը եւ նպաստում եկեղեցու շուրջ համախմբմանը։ Անդրադառնալով տնտեսի կիրակի խորհրդին, Հայր Սուրբը շեշտեց, որ այսօրը հավատացյալին հիշեցնում է Աստծուց տրված պարգևների եւ շնորհների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին։ Հորդորեց դրանք օգտագործել բարիք գործելու եւ Աստծո կամքին ծառայեցնելու համար։ Այս առակը խոսում է նրա մասին, որ մենք կոչված ենք մեր ուժերը հնարավորինս ներդնելու բարիք ստեղծելու համար, բայց այդ բարիքը չդարձնելու կուրք, այլ դարձնելու բաժնեկցություն, այլ դարձնելու խաղաղության հիմք, դարձնելու եղբայրության երաշխիք, դարձնելու մեկս մյուսին օգնելու, մեկս մյուսին բարձրացնելու, սերը տարածելու, խաղաղությունն ու հաշտությունը ապահովելու հիմք։ Բայց երբ որ մենք այդ ամենը միայն վերցնում ենք մեզ եւ համարում ենք, որ դա միայն մերն է, ինչով ենք տարբերվում արգելված պտղին մոտեցող կամ ձեռքը մեկնող առաջին մարդկանցից։ Ուրեմն Հիսուս այստեղ ասում է անիրավ մամոնայից բարեկամներ արեք, որպեսզի երբ որ այն պակասի, երկնային հարկերում տուն ունենաք։ Ուրեմն երկնքի արքայության, ժառանգության սկիզբը այստեղ է։ Երկնքի արքայության գանձերը այստեղ է, որ սկսվում է եւ դիզվում է վերևում։ Ուրեմն մենք այստեղ պետք է ներդրում անենք, որպեսզի երկնքում ունենանք գանձեր։ Իսկ այդ ներդրումը կարող է լինել բոլոր այն կարողականություններով, որ մենք ունենք։ Դա կարող է լինել ժամանակ, առողջություն, տրամադրություն, նյութական իրականություն, էներգիա, ստեղծագործական ջիղ, շնորհներ։ Ուրեմն մեծ պահքը ոչ միայն ճգնություն է մեզ մեղքերից հեռու պահելու, այլ նաև ճգնություն է բարիք արարելու, բարիք գործելու եւ բարիքը բաժնեկից դարձնելու մյուսների համար։ Մեր եկեղեցու համար ծանր ու փորձություններով լի այս օրերին զգալի վնաս կրեցին այս երկու թեմերը։ Արագածոտնի թեմի առաջնորդն այսօր անազատության մեջ է։ Ամիսներ շարունակ քրեակատարողական հիմնարկում անցկացնելուց հետո Մկրտիչ սրբազանն այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Թեմի երկու սրբավայրերում Հովանավանքում եւ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում խաթարվել է հոգևոր կյանքը։ Կարգալույց քահանաները շարունակում են իրականացնել հակականոնական ծեսեր։ Օրերս Արագածոտնի թեմում ծառայող եկեղեցականներն իրենց անհամաձայնությունն են հայտնել դատարանի ընդունած որոշման վերաբերյալ, որոնցով նրանց պարտադրվում է որպես հոգևոր հովիվներ ճանաչել աշխարհական այդ անձանց։ Նույնաբովանդակ հայտարարությամբ են հանդես եկել նաև Մասյացոտնի թեմի 19 հոգևորականները,
դարձյալ իրենց մտահոգությունը հայտնելով դատարանի կողմից ընդունված որոշման վերաբերյալ, որով նրանց պարտադրվում է որպես առաջնորդ ճանաչել կարգալույց հռչակված նախկին առաջնորդին։ Մենք հստակ կարիք ունենք հոգեորականներով մեր թեմի արտահայտել մեր կարծիքը կամ մեր դիրքորոշումը այն իրողության հանդեպ, ինչ որ ստեղծվել էր, այսինքն եկեղեցական գործերին, ուրեմն պետական կամ դատական մարմինների խառնվելով, հա, այսպես ասած, այսինքն ինչ որ որոշումներ են կայացնում, որ անհասկանալի է, ինչ կապ ունեն այդ որոշումները եկեղեցու հետ, ինչ կապ ունեն այդ որոշումները հոգևոր ծառայության հետ, եկեղեցու կառույցի հետ, եկեղեցու կարգ ու սարքի հետ, այսինքն եւ այսպես փորձում են այդ որոշումներով ինչ որ չասեմ մի բան անել, ուղղակի ուզում են խանգարել մեր ծառայությունը եւ մենք հստակ այդ մեր դիրքորոշումը արտահայտեցինք, որ այդ որոշումները մեզ համար ընդունելի չեն եւ չեն կարող ընդունելի լինել, որտեղ եկեղեցական առումով հակականոնական են այդ որոշումները։ Հայաստանի այս առաքելական եկեղեցին ունի իր ուրույն կանոնադրությունը, որի մեջ պետությունը իրավունք չունի, դա սահմանադրական կոպիտ խախտում է, երբ որ դատարանը կամ քաղաքացին կամ աշխարհականը մտնում է եկեղեցական ասպարեզ եւ փորձում է թելադրանքներ տալ։ Հիմա հարց. ով է օծել այդ քահանային։ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ով կարող է կարգալույց անել այդ քահանային։ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Պետությունը չի օծել, ոչ էլ դատարանը, ոչ էլ դատախազը, ոչ էլ դատավորը, որ նա իրավունք ունի լծակներ օգտագործելու եկեղեցու դեմ։ Հաստատակամ օրինակով տեսանք մեր առաջնորդների ձերբակալությունը։ Նրանք չփախան եւ չթաքնվեցին։ Մեր առաջնորդները եւ իրական ու իսկական հոգեվորականները նման են խաղողի որդին։ Ինչքան որ խաղողի որդը փորձում է այգեպանը էտել, այնքան մեծ բարի եւ գեղեցիկ պտուղ է տալիս։ Ինչքան որ փորձեն հալածել, միևնույն է Քրիստոս իր հովվին երբեք անտեր չի թողնի։ Եվ որտեղ որ հովիվն է, այնտեղ էլ հոտն է։ Մենք միշտ հավատացյալների հետ խոսելիս պահքի ընթացքին կամ պատրաստության ընթացքին ասում էինք, որ բնական է հիմա էլ ենք ասում, որ պահեցողության ընթացքին փորձությունները ավելի շատանալու են։ Եվ դուք պետք է ավելի ամուր լինեք, ավելի զգոն, ուշադիր, աչալուրջ, որպեսզի կարողանաք պատվով հաղթահարել։ Հիմա մենք խաչի ճանապարհ ենք անցնում, ինչպես որ Քրիստոս մեր Տերը խաչը ուսին Գողգոթա բարձրացավ եւ հարություն առավ այնտեղից, այդպես մենք պահեցողության ընթացքը խաչի ճանապարհ որպես պիտի ընկալենք եւ կարողանանք պատվով խաչը տանել, ինչպես որ Քրիստոս խաչը իր ուսին Գողգոթա բարձրանալուց երբեք չտրտնջաց, հա, նույնիսկ մխիթ հարում էր իրեն խղճացող, հա, մարդկանց, երբ որ կանայք լաց էին լինում, ասում էր ինձ վրա լաց մի եղեք, այլ ձեր եւ ձեր զավակների վրա լաց եղեք։ Հիմա մենք պիտի այս ընկալումով ոչ թե ինքներս լաց լինենք կամ մեզ վրա լաց լինող փնտրենք, այլ պիտի կարողանանք մենք զորանալ եւ զորացնել նաեւ մեր հավատացյալներին, մեր եկեղեցին միասնականությամբ, աղոթքով, ժամերգություններով, ուխտագնացություններով, որովհետեւ չարի փորձությունները ի վերջո մխացող նետեր են, որ գալիս են, իսկ մեր հավատքն էլ վահան է, որ պիտի դեմ առնի դրան եւ դրանք պիտի ընկնեն։ Նշանակումից ի վեր Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Ռուբենը յուրաքանչյուր կիրակի թեմի եկեղեցիներում մատուցվող պատարագի ընթացքում քարոզ է ընթերցում, մեկնում օրվա խորհուրդը, զրուցում եւ ծանոթանում համայնքի բնակիչների հետ։ Երկու թեմերում անցկացվող միասնական ժամերգությունների եւ պատարագների ժամանակացույցին տեղեկանալու համար հոգեվորականները խորհուրդ են տալիս համացանցով հետևել թեմերի պաշտոնական էջերին։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Մեծ պահքի 4-րդ կիրակին ըստ օրվա խորհուրդը մեկնող անիրավ տնտեսի առակի կոչվում է տնտեսի կիրակի։ Առակը հիշատակված է Սուրբ Ղուկասի ավետարանում եւ հիշեցնում է ողորմության, բարեգործության, կարեկցանքի եւ պատրաստակամության մասին։ Հավատքով ապրող մարդը ավետարանական առակի տնտեսի օրինակով պետք է պատրաստ լինի բաժին հանել իր ունեցածից, չվատնելով Տիրոջ աստվածադիր շնորհներն ու ունակությունները։ Պահքի այս ոսկե շղթան մեզ լավագույն առիթն է տալիս, որպեսզի մենք վերանայենք մեր կյանքը եւ ճիշտ ուղով ընթանանք։ Ապրենք
սեր, աստվածավախ կյանք եւ դրանով հանդերձ մենք կարողանանք այդ շրջանը օգտագործել պահքին միացնելով ողորմածությունն ու աղքատասիրությունը։ Այսօր տնտեսի կիրակին մեզ տալիս է կարևոր ճշմարտություն, որ մենք այս կյանքում այն ամենը ինչ որ ունենք, Աստված մեզ է վստահել, կյանքը, ժամանակը, մեր կարողությունները եւ այն ամենը ինչ որ մենք ունենք եւ մի օր մենք պատրաստ պիտի լինենք պատասխան տալու թե ինչպես օգտագործեցինք այդ ամենը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Գարեգին II ամենայն հայոց հայրապետի հարյուրավոր հավատացյալներ, միաբանների եւ քահանայից դասի հետ մասնակցեցին Սուրբ եւ անմահ պատարագին։ Տնտեսի առակը համարվում է Սուրբ գրքի դժվարամարս հատվածներից մեկը, առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ Տերը գովեստի է արժանացնում խաբեությամբ իրեն արդարացնող ծառային, մինչդեռ այստեղ արտահայտված է մարդու ճիշտ վերաբերմունքը նյութի նկատմամբ, քանի դեռ մարդը նյութական բարիքը ծառայեցնում է իր անձին, մեղք է գործում, իսկ երբ դա անում է ուրիշների բարօրության համար, այն դառնում է առաքինություն։ Առաքում շատ ցայտուն է նաև ողորմության եւ ներողամտության գաղափարը, իր քարոզում ասաց Հայկազուն arczepiskopos Նաջարյանը։ Անիրավ մանանայից ցեզ համար բարեկամներ արեք, այսինքն եւ որ դուք արիթ ունեք եւ փող ունեք, հնարավորություն ունեք, այդ փողով բարիք կորցեցեք, որովհետեւ մի օր եթե այդ փողը բզնի, ավարտվի, այդ բարեկամները որ դուք շահած եք, ցեզ համար օգտակար լինեն հավիտենական կյանքի համար։ Եվ ի վերջո Հիսուս իր վերջին խոսքը ասում է, որ ինչպես ասում են, մեխին զառնում է ուղագի, չեք կարող եւ Աստծուն ծառայել եւ մամոնային։ Սիրելիներ, մեր կյանքի ընթացքում ինչքան երևույթներ եւ առիթներ կան, բայց պետք է զգուշանալ, եթե մենք Աստված մեզի շնորհներ տված է, հաճախ մոռանում ենք, որ այդ շնորհները մեզ չեն պատկանում, Աստված մեզի տված է։ Առակն ավարտվում է այսպես. ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել, եւ Աստծուն եւ Մամոնային։ Հոգեվոր հայրերը նշում են, որ Մամոնան մեր սպասավորը պիտի լինի ոչ թե կուռքը։ Պողոս Առաքյալն ասում է. ամեն ինչ որ մեզ է տրված, պետք է Աստծո գործին ծառայեցնենք, որպեսզի մի օր, երբ Աստված հաշիվ պահանջի, չվախենանք եւ վստահ լինենք, որ Մամոնայից բարեկամներ ենք շահել։ Լիաննա Չիչակյան, Գևորգ Ավագյան, եկեղեցական կյանք։ Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ Թբիլիսահայ հավատացյալների երկու խումբ ուխտագնացության է մեկնել Լոռու մարզի սրբավայրեր։ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եւ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիների հավատացյալները Արձվի գյուղի Սուրբ Հովհաննես վանքում մասնակցել են բաց պատարագին, որն ավանդաբար տրվում է այն սրբավայրում, որտեղ ամփոփված են Հովհան Օծնեցի իմաստասեր կաթողիկոսի նշխարները։ Վիրահայ ուխտավորները Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Կիրակոս քահանա Սիմոնյանի առաջնորդությամբ այցելել են նաև Սանահինի վանք, Հաղպատի վանական համալիր, Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում փետրվարի 27-ին հայկական ծեսով երեկոյան ժամերգություն է կատարվել կաթոլիկ եկեղեցու կողմից տիեզերական վարդապետ հռչակված եւ կաթոլիկ եկեղեցու տոնացույցում ներառված Սուրբ Գրիգոր Նարեկացու տոնի առթիվ։ Արարողությունը նախագահել են Վատիկանում ամենայն հայոց կաթողիկոսության ներկայացուցիչ Խաժակ arczepiskopos Պարսամյանը եւ Վատիկանի Արևելյան եկեղեցիների բաժնի ղեկավար կարդինալ Կուջերոտին։ Ընթերցվել են աղոթքներ եւ սաղմոսներ, հնչել են շարականներ, որոնք կատարել են Հռոմի քահանայապետական հայ վարժարանի սաները, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամները եւ Սուրբ Էջմիածնի միաբանները։ Տոնը կազմակերպել էին Քրիստոնյաների միության խթանման եւ Արևելյան եկեղեցիների բաժինները ամենայն հայոց կաթողիկոսության ներկայացուցչության հետ։
Կարդինալ Գուջերոտին իր խոսքում ընդգծել է Նարեկացու հոգևոր եւ աստվածաբանական մտքի մեծությունը։ Մարտի 6-ից 8-ը Նիդերլանդներում հայ առաքելական եկեղեցու երիտասարդները մասնակցել են երրորդյա հավաքի, համախմբվել են 60 հայ երիտասարդներ երկրի տարբեր ծուխերից Սուրբ Հարության տոնից առաջ աղոթքի, խորհրդածության եւ եղբայրական հաղորդակցության համար։ Հավաքը նախագահել է Արևմտյան Եվրոպայում հայրապետական պատվիրակ Խաժակ arczepiskopos Պարսամյանը։ Հոգևոր ծրագիրը համադրել է Նյու Յորքի Սուրբ Ներսես հոգևոր ջեմարանի տեսուչ Մարտիրոս քահանա Ջևյանը, մասնակցել են նաև Նիդերլանդներում ծառայող 3 հոգևորականները։ Հոլանդահայ երիտասարդները թեմատիկ զեկույցներ եւ խմբային քննարկումներ են ունեցել ավելի խորությամբ ընկալելու համար ավագ շաբաթվա խորհուրդը։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննարկման էր ներկայացված Ստեփան Ասատրյանը ընդդեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու գործը։ Կարգալույց քահանան վիճարկում է ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը իրեն կարգալույց հռչակելու վերաբերյալ։ Նախագահող դատավորը Սիմա Աբովյանն էր։ Ավելի վաղ դատարանը պարտավորեցրել էր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն վերականգնել Ստեփան Ասատրյանի նախկին կարգավիճակը եւ ծառայությունը Սուրբ Հովանավանքի հոգեվոր հովվի կարգավիճակում։ Ստեփան Ասատրյանը այս նիստին չէր ներկայացել։ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական 2025 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1042 տնօրինությամբ Տեր Արամ Քահանա Ասատրյանը կարգալույց է հռչակվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն օրը 21/10/2025 թվականին տեսահողերձ է հրապարակել հայտարարելով, որ Կիրակի օրը Հովանավանքում մասնակցելու է Տեր Արամ Քահանա Ասատրյանի մատուցած պատարագին։ Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հակադրվել է Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցուն։ 26/10/2025 թվականին Նիկոլ Փաշինյանը ոստիկանական եւ այլ ուժային կառույցների ուղղությամբ Հովանավանքում մասնակցել է կարգալույց հռչակված Ստեփան Ասատրյանի պատարականման արարողությանը։ Ընդ որում, այդ ընթացքում արգելվել է Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր-շնորհք Աբեղա Պալոյանին Հովանավանքում Սուրբ Եվանո պատարակ անցկացնել։ Հենց սկզբում փաստաբան Արա Զոհրաբյանը բացառք հայտնեց դատավոր Սիմա Աբովյանին եւ հիմնավորեց դատավորին անվստահություն հայտնելու պատճառները։ Ավելի վաղ Արա Զոհրաբյանը հիմնավորումներ էր ներկայացրել առ այն, որ այս գործը չի կարող քննվել դատարանի լիազորությունների տիրույթում, քանի որ կողմերը միմյանց հետ աշխատանքային փոխհարաբերությունների մեջ չեն։ Փաստաբանը նաև նշեց, որ օրենքի շրջանակում անելու է ամեն բան, որպեսզի դատավորը պատասխանատվության ենթարկվի։ Բայց մենք մեր այդ իրավունքից օգտվելով մեր անվստահությունը հայտնեցինք դատավորին։ Հիմա հաջորդ նիստը, որ ինքը նշանակեց, հրապարակելու է բացարկի վերաբերյալ իր որոշումը, եւ եթե բացարկը մերժեց, ապա շարունակելու է մեր միջնորդության քննարկումը։ Ես կարծում եմ այս դատավորները իմ գնահատմամբ որոշակի ճնշման ներքո են գործում, դա ակնհայտ երևում է, որովհետև նման ակնհայտ ակնառու ապօրինի որոշում չեն կայացնի։ Ինչ է նշանակում դատանի որոշման պարտադրել աշխարհիկ անձին, որ նա քահանայի գործառույթ անի։ Այսպիսի բան չի եղել, ես այսպիսի բան չեմ լսել։ Ոստիկ աշխարհիկ անձին պարտադրեն, որ նա քահանայի գործառույթ անի, չի կարող այսպիսի բան լինել։ Հոգևոր տիրույթ իրավունք չունի մտնի դատարանը։ Դա արգելված է մեր օրենքով, ուրեմն կրոնական կազմակերպությունների խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 18-րդ հոդվածում ուղղակի գրած է։ Պետությունը չի միջամտում եկեղեցու ներքին կյանքին եւ չի ասում է գործադիր իշխանությունը կամ օրենսդիր, ասում պետությունը, դրա մեջ մտնում են բոլոր իշխանությունները, ասում է չի կարող, արգելվում է միջամտել, հենց այդպես արգելող բառը գրած։ Հիմա այս սուբյեկտները անտեսում են օրենքի պահանջը եւ նման որոշում են կայացրել եւ սա հետևանքներ է ունենալու։ Պատկերացեք հիմա ըստ փաստաբանի դատավորը ծանր կացության մեջ է դրել հոգևորականներին եւ հավատացյալներին։ Այդ մասին է վկայում նաեւ Արագածոտնի թեմի հոգևոր դասի վերջերս հրապարակած հայտարարությունը, որով քահանաները իրենց անհամաձայնությունն էին հայտնում դատարանի որոշմանը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ կարգալույց հոգևորականները այլևս աշխարհական անձեր են եւ դատարանի որոշումները անհամատեղելի են եկեղեցական կանոնի հետ։ Եկեղեցու կողմից քահանայի իշխանությունը շնորհվում է ձեռնադրությամբ եւ օծմամբ։
Եվ այդ տվչական իշխանությունը կարող է գործել միայն եկեղեցու հետ հաղորդության, կանոնական եւ վարդապետական ծիրից ներս։ Հնազանդ եւ հավատարիմ մնալով Սուրբ եկեղեցու եւ Սուրբ հայրերի ավանդության եւ քահանական ուխտի։ Իսկ երբ քահանան խախտում է իր ուխտը եւ եկեղեցու իրավասու եկեղեցական իշխանության կողմից կարգալուց է հռչակվում եւ զրկվելով քահանական կարգի շնորհից, օծումից, ձևից եւ նշանից դասում է աշխարհականների շարքին, բարձրի գիր կանոնական։ Այսինքն ամբողջապես զրկվում է քահանական իշխանությունն իրականացնելու իրավունքից։ Այդ իրողությունը չի կարող փոփոխվել որևէ աշխարհիկ որոշում։ Մասյացոտնի թեմի քահանաները եւս Արագածոտնի թեմի հոգևոր դասի հետ միասին հրապարակված հայտարարությամբ իրենց հավատարմությունն էին հայտնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Քահանաները ընդգծել էին, որ քահանայական ծառայությունը հիմնված է Աստծո հանդեպ հավատի, կանոնական ուխտի, եկեղեցական կարգին հավատարմության եւ խղճի ազատության վրա։ Որևէ դատարան կամ աշխարհիկ իշխանություն իրավասու չէ պարտադրել որոշումներ, որոնք դեմ են դավանանքին եւ եկեղեցական կանոնին։